Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով այս օրերին Երևանում են գտնվում Ռուսաստանի ժամանած Պետդումայի Ռուսաստան-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորական պատվիրակության անդամները։ Մարտի 26-ին Ծաղկաձորում Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ողջույնի խոսքով մեկնարկեց Հայաստան-Ռուսաստան ռազմավարական գործընկերության խորացման հեռանկարները թեմայով համաժողովը։ Կոալիցիոն գործընկերներ Հայաստանի Հանրապետական եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունների համատեղ նախաձեռնությամբ իրականացվող միջոցառմանը մասնակցում էին Պետդումայի Ռուսաստան-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորական պատվիրակությունը, ինչպես նաև Եդինայա Ռոսիա կուսակցության Մալադայա գվարդիայի երիտասարդական շարժման անդամներն ու ՀՀԿ եւ ԲՀԿ երիտասարդական թևերի պատվիրակությունները։ Ողջունելով ներկաներին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդգծեց այսօրինակ հանդիպումների կարևորությունը։ Կլոր սեղանի հարգելի մասնակիցներ, սիրելի հյուրեր, ուրախ եմ ողջունել ձեզ գեղատեսիլ Ծաղկաձորում։ Մեր կոալիցիոն գործընկեր Հանրապետական կուսակցության հետ համատեղ նախաձեռնությամբ ես Հայաստան եմ հրավիրել հայտնի ռուս քաղաքական գործիչների, Պետդումայի Հայաստան-Ռուսաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամների, ինչպես նաև Եդինայա Ռոսիա կուսակցության Մոլոդայա գվարդիա երիտասարդական շարժման ակտիվիստներին։ Այս կլոր սեղանի շրջանակներում քննարկվելու են երկու երկրների ռազմավարական համագործակցության հետ կապված հարցեր։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մշտապես հանդես է եկել հայ-ռուսական քաղաքական, տնտեսական, մշակութային կապերի ամրապնդման դիրքերից։ Ես միշտ ասել եմ, որ երիտասարդությունն է մեր ապագան եւ մշտապես պատրաստակամություն եմ հայտնել աջակցելու երիտասարդական նախաձեռնություններին։ Դրա հերթական դրսևորումը լինելու է այս տարի օգոստոսին Հայաստանում կազմակերպվելիք ամառային ճամբարը, որին 1000-ից ավելի երիտասարդներ մասնակցելու են ԱՊՀ ողջ տարածքից։ Ամփոփելով խոսքս, ուզում եմ կլոր սեղանին մաղթել արդյունավետ աշխատանք։ Желаю хорошего настроения и плодотворной работы. Спасибо.